ներկայացնում ենք Պանացեա, բրենդ, որը շուրջ 30 տարի ներկայացնում է առողջարար եւ բնական կաթնամթեր, որի վառ օրինակն է Նարինե բիոպրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, ով սկսեց արտադրել լակտոզ չպարունակող կաթ եւ յոգուրտ։ Այն դարձել է հասանելի բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են բնական բարձրորակ կաթից, խստորեն վերահսկվող պայմաններում, առանց որևէ արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան վստահության արժանացած ընտրություն է հայկական ընտանիքների համար։ Իդեպ, բրենդը շարունակում է ընդլայնվել ներկայացնելով նաև ընտանեկան սիրելի կիսապատրաստի մթերքներ, սիրնիկներ, խաչապուրի, պելմենիներ եւ այլն։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես միշտ, մենք չենք մոռանում ձեր համար հետաքրքիր հեքիաթներ պատրաստել։ Այսօր էլ բացառություն չէ, պատրաստել ենք շատ հետաքրքիր հեքիաթ, որ հեքիաթը արեք։ 3 ոսկե աղյուս։ Կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու։ Բացի հետաքրքիր հեքիաթից, մենք այսօր ունենք նաև հետաքրքիր հյուր։ Այսօր մեր հյուրն է Նարեկը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես Նարեկ։ Լավ։ Լավ, ես շատ ուրախ ենք, որ այսօր հենց դու ես հեքիաթի սենյակի հյուրը։ Նարեկ, ուզում ենք, որ մի փոքր ներկայացնես, քեզ պատմես քո մասին, քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում։ Ես 8 տարեկան եմ, սովորում եմ Էվրիստա դպրոցում։ Այդ ինչ դպրոց է, ես չգիտեմ։ Բան միջնական դպրոց։ Միջնակարգ դպրոց, Էվրիստա, չէի լսել, Արևիկից դու լսել էի։ Ոչ։ Նարեկ, կպատմես քո նախասիրությունների մասին։ Ես չեմ ուզում շատ բաներ ասել երեխաներին, ես քո մասին շատ բաներ գիտեմ քո հաջողությունների։ Ուզում եմ, որ դու ինքդ Իսկ ես ներկայացնես։ չգիտեմ, պատմի։ Ահա, Արևիկի համար եւ փոքրիկների պատմի։ Սպորտի հետ կապված։ Ես հաճախում եմ լողի եւ բոքսի, Ահա։ իսկ պարապմունքներից գնում եմ շախմատի եւ անգլերենի։ Բոլորը միասին հասցնում ես։ Այո։ Բայց ուզում եմ, որ բոքսի հաջողություններից խոսես։ Ինչ մեդալներ ունես։ Մեդալները համարյա բոլորը առաջին տեղ են։ Բոլորը առաջին տեղ, իսկ ինչ անվանումներով մի երկու անվանակարգ կնշես։ Հայաստանի չեմպիոն, հա, այդպես։ Հայաստանի Հանրապետություն։ Ես 3 անգամ գնացել եմ Վրաստան Ահա։ կռվելու ու 2-ը հաղթել եմ, 1-ը պարտվել։ Պարտությունների մասին չենք խոսում, որովհետև հաղթանակներն ավելի շատ են։ Այո, որտեղ դրանք ավելի շատ են վստահ։ Ես ուզում եմ, որ բոլոր փոքրիկները օրինակ վերցնեն քեզնից, որովհետև սպորտը շատ կարևոր է, չէ՞։ Ինչ որ սպորտաձևով անպայման զբաղվեն։ Նարեկ, իսկ հեքիաթներ սիրում ես։ Այո։ Որն է քո ամենասիրելի հեքիաթը։ Շունն ու կատուն։ Իսկ հեքիաթագիրը Հովհաննես Թումանյանը։ Բնականաբար, եթե շունն ու կատուն է, ուրեմն Ապա Հովհաննես Թումանյանը։ Շունն ու կատուն, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել, բացի այն, որ բոլորս շատ ենք սիրում, հենց Հովհաննես Թումանյանի կողմից շատ սիրված է եղել շունն ու կատուն։ Հետո Նարեկ, էլ ինչ ունես մեզ ասելու։ Ընթերցում ես շատ։ Սիրում ես կարդալ։ Սպորտի հետ նաև հասցնում ես։ Իսկ շախմատում ես, այդպես լավ, հա։ Իսկ ապագայում ինչ ես ուզում դառնալ։ Դեռ չեմ մտածել։ Ինձ թվում է, թե սպորտի, կարծում եմ այդքան հաջողություններից հետո, բայց լավ, չգուշակենք, որովհետև այս դարում երեխաները շատ մեծ հնարավորություններ ունեն։ Ահա։ Դե ինչ, երևի ժամանակն է սկսելու, բայց մինչ այդ հիշեցնում ենք, Որ այս ընթացքում մեզ հետ է լինելու Դանելյան Art Studio-ի սան Նարեկը, ով կպատկերի նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Այսօր մենք երկու Նարեկ։ այո, ես էլ էի դա մտածում, կարող ենք Արևիկ երազանք պահել, երկուսի մեջտեղում ենք մենք, եւ իհարկե ընթերցելուց առաջ շնորհակալություն հայտնենք Կլուբ Կապիտալին, որը աջակցում է հեքիաթի սենյակին։ Շնորհակալություն ենք հայտնում Պանացեա ընկերությանը, որը ներկայացնում է անարատ կաթից պատրաստված բարձրորակ յոգուրտներ, ինչպես նաեւ Նարինե պրոդուկտը։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Երեք ոսկե աղյուս։ Պատմում են, որ մի գյուղում 3 անբաժան ընկեր են ապրել։
Նրանց տները կողք-կողքի էին։ Ընկերներն առավոտից երեկո միասին էին անցկացնում ժամանակը։ Միասին ուտում խմում էին, միասին ուրախանում ու քեֆ էին անում։ Մի անգամ նրանք գնացին հեռավոր մի վայր, եղջերու որսալու։ Տնից դուրս եկան վաղ առավոտյան։ Եվ երբ կեսօրվա արևը սկսեց այրել, հասան մի մեծ ծառի։ Տեղավորվեցին նրա ստվերում, որպեսզի ճաշեն ու մի քիչ հանգստանան։ Ծառի զով ստվերում 3 անբաժան ընկերների խաղաղ զրույցն ասես հոսում էր հանդարտասախ գետի պես։ Հանկարծ ընկերներից մեկը նկատեց, որ ծառի փչակում ինչ-որ բան է շողշողում։ Նա այդ մասին ասաց մյուսներին։ Վեր թռան, մոտեցան փչակին եւ այնտեղ տեսան 3 փայլուն աղյուս։ Ընկերներից ամենամեծն ու փորձառուն ասաց. Աստված վկա, այս աղյուսները ոսկուց են։ Մյուս երկուսը սկզբում չհավատացին, բայց երբ ավելի ուշադիր նայեցին, համոզվեցին։ Նրանք անչափ ուրախացան։ Ճիշտ է, ոսկուց են աղյուսները։ Ինչ բախտ է, որ Աստված մեզ այստեղ առաջնորդեց։ Հանկարծ ընկերներից մեկը գոռաց. «Զգուշացեք, նայեք ինչ սարսափելի է»։ Պարզվեց, որ մի հսկայական կոբրա հսկում է անսպասելի հայտնաբերված գանձը։ Բայց գանձին տերելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ընկերները հաղթահարեցին վախը, սպանեցին կոբրային, փչակից հանեցին 3 ոսկե աղյուսները եւ որոշեցին հավասար բաժանել միմյանց միջև։ Յուրաքանչյուրին 1 աղյուս հասավ։ Ընկերներն այդ ամբողջ իրարանցումից, անսպասելի լարվածությունից եւ ուրախությունից հետո հանկարծ զգացին, որ շատ քաղցած են։ Որոշեցին, որ իրենցից մեկը գնա մոտակա գյուղը ուտելիք բերելու։ Ուտեն նոր կմտածեն որսի մասին։ Ընկերներից ամենափոքրը ճանապարհ ընկավ դեպի մոտիկ գյուղը։ Ճանապարհին ինքն էլ չիմացավ, թե ինչու սկսեց մտածել այն մասին, որ ված չէր լինի, եթե ամբողջ ոսկին միայն իրեն էր լիներ։ Գյուղ հասնելով նա ճաշեց, իսկ ընկերների բաժնի մեջ թույն լցրեց։ Թող մեռնեն, մտածեց նա, 3 ոսկե աղյուսներն էլ ինձ կմնան։ Այդ նույն ժամանակ մյուս 2 ընկերներն էլ նույնն էին մտածում։ Ինչպես ազատվել երրորդից։ Որոշեցին, որ հենց ուտելիքը տեղ հասնի, կսպանեն նրան։ Իսկ նրա աղյուսները կբաժանեն 2 հավասար մասի։ Քիչ անց կրծեր ընկերը տեղ հասավ եւ ասաց. Ես այնպես քաղցած էի, որ չհամբերեցի եւ գյուղում ճաշեցի։ Սա էլ ձեր բաժինը։ Նա հազիվ էր խոսքն ավարտել, երբ մյուս 2-ը հարձակվեցին վրան եւ դաժանորեն այնքան ծեծեցին, մինչեւ շունչը փչեց։ Փոս փորեցին, թաղեցին, որպեսզի հետքերը թաքցնեն, իսկ իրենք իրենցից գոհ նստեցին ուտելու։ Մեծ ախորժակով կերան եղածն ու փրվեցին գետնին։ Մահվանից առաջ նրանք էլ շատ տանջվեցին, ինչպես իրենց երրորդ ընկերը, իսկ ոսկե աղյուսները ընկել էին եւ շողշողում էին արևի տակ, եւ չկար մեկը, որ ասեր. այս ոսկին իմն է։ Ագահությունը հոգու ամենամեծ արատներից մեկն է։ Աչքածակությունը կործանեց 3 մարդկանց, ովքեր մի ժամանակ սրտակից ընկերներ էին։ Նարեկ, դուր եկավ քեզ այս հեքիաթը։ Այո։ Այստեղ ինչն էր խրատը, որն էր, որ մենք ինչ Որ պիտի ագահություն չանենք։ Այո։ Եվ նամանավանդ մեր ընկերների հանդեպ չպետք է որևէ վատ քայլ անենք, չէ՞։ Իսկ դու շատ ընկերներ ունես։ Վստահ էի, որ կունենաս։ Արևիկ, ինչ հարցեր ունես։ Իսկ դու ամառային արտակուրտներին ինչ գրքեր ես կարդալու։ Փոքրիկ իշխանը Ոյ, ու շատ հեքիաթ։ աշխարհի ամենալավ չեմ ասի հեքիաթ, կասեմ գիրքը, կարծում եմ Աստվածաշնչից հետո փոքրիկ իշխանը պետք է լինի մեր ձեռքի տակ, անպայման, որովհետև այդ ստեղծագործությունը, սիրելի փոքրիկներ, բոլոր ամեն տարիքում կարելի է կարդալ եւ ինչ որ նոր բան քաղել։ Դե ինչ ներկայացնենք նաև, նայենք, տեսնենք թե Որ հերոսին է պատկերել Նարեկը։ մյուս Նարեկը։ Մյուս Նարեկը։ Նարեկ, շնորհակալություն, որ եկել եք հեքիաթի սենյակ։ Պանացե անկերությունը երկու նարեկների համար պատրաստել են նվեր, ամեն յոգուրտներ եւ իհարկե
Նարինե պրոդուկտ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ սա մենք կտանք մյուս նարեկին։ Այո, շնորհակալություն ենք հայտնում նաև Կլուբ Կապիտալին, որը աջակցում է հեքիաթի սենյակին։ Եվ նաև հիշեցնենք, որ մեզ կարող եք դիտել նաև YouTube-ով, գրելով հեքիաթի սենյակ հայտար կամ լատինատառ։ Չմոռանաք։ Երեխաներ, եկեք բոլորս միասին ցտեսություն մաղթենք էկրանից անկողմ մեր դիտող փոքրիկներին։